Սիրելի հայրենակիցներ, ինչ ուսումնական տարին սկսվել է, մենք բազմաթիվ ահազանգեր ենք ստանում, որ նոր այբենարաններում չկա որևէ հիշատակում Մաշտոցի մասին, բացակայում է այբուբենը որպես ամբողջական պատկեր և առաջարկում եմ միասին տեսնենք իրականում ինչ է տեղի ունենում և ինչ կա ու ինչ չկա այբենարանում։ Ես այժմ բացել եմ այբենարանի 23-րդ էջը և հիմա միասին տեսնենք ինչ է կատարվում։ Դու արդեն սովորել ես հայոց այբուբենի այս 3 տառերը՝ Ա, Ս, Է։ Բայց գիտես, թե ով է ստեղծել հայոց այբուբենը։ Այն ստեղծել է հայ առաջին ուսուցիչ Մեսրոպ Մաշտոցը շատ վաղ ժամանակներում։ Ինչպես տեսնում եք, Մաշտոցը ոչ միայն այբենարանում առկա է, այլև հատուկ հենց իր ներկայացման համար տեսանյութ է մշակված, որը նաև երեխային այն փուլում, երբ որ երեխան դեռևս բոլոր տառերը չգիտի և չի կարող տեքստեր կարդալ, շատ պարզ և հասանելի բացատրում է, թե ինչ նշանակություն ունի նա և ընդհանրապես ինչ պետք է սովորի այբենարանից։ Արդեն նշեցի, որ ևս մի բանում են մեզ մեղադրում, որ այբենարանում չկա ընդհանուր ներկայացումը այբուբենի բոլոր տառերը սովորելուց հետո։ Բացել եմ նույն գրքի 104-րդ էջը։ Եկեք տեսնենք այստեղ ինչ ունենք։ Հայոց լեզուն ունի այբուբեն։ Այն ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը։ Այժմ դիրքը բացի ու ինձ լսի և բոլոր տառերը սովորի հայոց լեզուն։ Ինչպես տեսնում եք, Մաշտոցը ոչ միայն առկա է մեր գրքերում, այլև ներկայացված է շատ ավելի վառ, գունեղ և հասկանալի առաջին դասարանի երեխաների համար, որոնք դեռևս տեքստեր կարդալու սովոր չեն և պատկերային այսպիսի նյութով շատ ավելի պարզ ու հստակ կարողանան ըմբռնել այդ կարևոր ուղերձները, իսկ այբուբենի մասին կարող են սովորել խաղային, երգի ձևով, վստահաբար շատ ավելի լավ մտապահելով կարևոր տեղեկատվությունը։